Մենք Արմավիրի մարզպետի աշխատակազմից ենք, քանի որ ուղիղ եթերեր մեր դպրոցի հետ կապված, այո, մենք անմիջապես արձագանքեցինք, ես Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն եմ։ Շատ ուրախ եմ, ես զանգում էի, չէի կարողանում կապ հաստատել մարզպետարանի հետ։ Հաստատեցի դպրոցի տնօրենն էլ կողքից կանգնած։ Ամեն դեպքում ես ճանապարհին եմ ուրեմն եղել, ես ընդհանրապես ուզում եմ շատ կարճ արձանագրել հետևյալը, հարգելի լրագրող, որ մարզպետի աշխատակազմի կողմից որևէ ցուցում, որևէ հանձնարարական փառքի անկյունների հետ կապված երբևէ չի եղել եւ այս պարագայում եւս չի եղել։ Դուք արձանագրել եք խնդիր եւ մենք էլ ենք ուզում հասկանանք ինչու՞մն է Ծնողն է ահազանգել եւ մեր պարտավորություններ արձանագրել նաեւ ծնողի ասացները, հաշվի առնելով նաեւ այն, որ Նորակերտի դպրոցում մի շաբաթ առաջ դպրոցի դիմաց բողոքի ակցիա էր, որտեղ գրեթե նույն պատկերն էլ այնտեղ էր։ Այնտեղից էլ պատրաստվում էին հեռացնել կրկին ահազանգը, այնպիսին էր, որ մարզպետից է եկել, մարզպետարանից է եկել այդ հրահանգը։ Ուզում եմ ասեմ, նախադեպը արդեն իսկ կար։ Փորձեմ կարծեվակերպում ըստամ հարգելի լրագրող, քանի որ մեր ենթակայության դպրոցների մասին է խոսքը, դուք խնդիրը բարձրաձայնել եք, մենք անմիջապես եկել ենք դպրոց տեղում հասկանալու ինչու՞մն է խնդիրը։ Այսքանով Ես էլ հնարավորություն եմ տալիս, որպեսզի արձագանքեն բոլորը։ Հանրային կապերի պատասխանատունը մարզպետի աշխատակազմի, ուղղակի շեշտվեց պարոն մարզպետի անունը, ուզում ենք պաշտոնապես հերքել, որ Արմավիրի մարզպետ Վարամ Խաչատրյանի կողմից որևէ նման ցուցում ու հանձնարարական չկա, դարձյալ նյութերից ծանոթանալով խնդրի մասին, ուզում ենք մենք էլ տեղում հասկանալ խնդիրն ինչումն է, արդեն ըստ դրա նաև հետագա ընթացքը պարզ կլինի։ Իսկ Նորակերտի դպրոցի հետ կապված ինչ կարող եք ասել, որովհետև այնտեղ էլ խնդիր կար, մեծ փառքի անկյուններ, որը ասացին, որ դա չի լինելու, ավելի փոքր նկարներ են դրվելու, ավելի քիչ թվով, հա, նկարներ են դրվելու, ինչ խնդիր է, այսինքն ինչումն է հարցը, ինչու են տնօրենները, եթե իրենք ինքնուրույն են այդպիսի որոշումներ կայացնում, ինչու են այդպիսի որոշումներ կայացնում։ Դպրոցը վերանորոգման փուլում է գտնվում, ես կարծում եմ, որ սա ընդհանրապես տեխնիկական խնդիր է, հինը նորով փոխարինելու կամ ավելի ժամանակակից մեթոդներով անկյունները ներկայացնելու նորից եմ կրկնում եւ պաշտոնապես հայտարարում եմ մարզպետի աշխատակազմից եւ մարզպետի անունից որևէ նման հանձնարարական չկա։ Մենք բոլոր դպրոցների հետ կապված առանձին ուսումնասիրենք հասկանալու համար թե խնդիրը ինչու է եկել, բայց Նորակերտի պահով էլ հստակ կարող եմ ասել, որ զուտ կարող է լինել դա տեխնիկական, դպրոցը նոր է վերանորոգվել, գուցե թարմացման հետ կապված խնդիր է եւ դրա համար այսպեսի արձագանք է գտել։ Ամեն դեպքում խնդիր եք տեսել, բարձրաձայնում եք, մենք էլ կփորձենք մեր կողմից ուսումնասիրել ավելի համակողմանի։ Շնորհակալ եմ։